Ուրես զանգինը հետ։ Լսի, կարող է դու 36-ն ես։ Ես ստե լոտո եմ խաղում, սպասում եմ այդ տվի։ Ինչ ժամաստեն, դարը աղթամար արդեն։ Կմետ կրակ բարեն գազ կտնես ինձ։ 5 րոպեից չէ կան, կրեխը մտնում է մեջս, վսյո։ Ասյան մտ կոլա։ Մետ իմը կվցան, նոր կոլան կտաս։ Բուվե նոր տարի շնորհավոր։ Մերսի ձերն է։ Քուրոյ անունը ինչ է։ Քիսա։ Իմ անունն էլ Ժորիկ։ Դուրոնք խմի մի բաժակ Ժորիկի հետ։ Քիսան կխմի մի բաժակ ժորիկի հետ։ Քիսան Ժորիկի հետ կշփվի։ Քիսան կշփվի ժորիկի հետ։ Իսկ քիսան ամուսնացած է։ Քիսոն ամուսնացած է։ Իսկ քիսան բռած չի։ Քիսոն բռած չի։ Հաստատ բռած չի։ Քիսոն հաստատ բռած չի։ Նատուրի բռած չի։ Քիսոն նատուրի բռած չի։ Իսկ քիսան կզանգիր ամուսնուն ասի, որ Ժորիկի հետ 5 անգամ դավաճանել է։ Քիսոն կզանգի ամուսնուն կասի, որ ժորիկի հետ 16 անգամ է դավաճան է։ 16։ Խի ժորիկը վրազ, է։ Մե ամիսալ Հայաստան ենք, ես Հայաստանեն մե պան չհասկացամ։ Ժորժիկ, ինչու ես դժկոր։ Գառնի գնացինք, Գեղարդ գնացինք, Սևանի կողքովն անցանք, Մասիսը տեսանք, էլ ինչ ես ուզում, բաբամ, էլ ինչ ես ուզում։ Հիմա էլ ճամպրուկը կհավաքեմ, կիչնենք ներքև, մի քիչ խորոված կուտենք, մեր հայկական լավաշով, ջրով կվայելենք ու կգնանք տուն, հա? Ինչ կասես, Ժորժիկ։ Փող մնաց։ 50 դոլար, էլ ուրիշ չունեմ։ Լավ է, 50-ով կուտենք, հա? Վայելենք։ Դե դու ճամպրուկը հավաքիր, ես գնամ երեխոց համար խաղալիք առնեմ ու կամ։ Ինչ Ժորժիկ ջան, ինչ։ Հայրեխորց համար ինչ նվեր, մե ամիսալը ստեմ, հեն մեր հայոց են բազմաչարչար, անարակ գանանց համը չզգացի։ Գառնի են գնում, Գեղարդ են գնում, Սևանին գողքով են կանցնում, ասիսն ու Մասիսը տեսան, շատ աղվոր էր, Մասիսը սիսին մեծ էր, աչե սիսն է, ացգ է։ Այստեղ նորմալ բան չես ճարի, գինը 100 է, վսյո։ Ացգ է։
Ժորժիկ, խաղալիք չգնեցիր։ Վայ, այս հայերը շատ թանկաբազար են։ Ամենա էժան խաղալիքը $100-ին է սկսվում։ Ինչ ես ասում։ Հա, Լավ, իջնենք ներքև հաց ուտենք։ մի հատ լավաշ, երկու հատ էլ ջուր, չէ։ Չէ, մի հատ լավաշ, մի հատ էլ ջուր։ Okay, Ժորժիկ, okay։ Քեզ ասում էի, չէ, 50-ով նորմալ բան չես ճարի։ Պետրոսյան, դու լրիվ քեզ կորցրել ես։ Դու մի բան հասկացի, այ տղա, դու հանրապետության ամենամեծ հոգեբուժարանի գլխավոր բժիշկի տեղակալն ես։ Դու մինչև հիմա չգիտես ոնց է պետք աշխատել։ Ախր ես քեզ 1000 անգամ ասել եմ, հիվանդներին խմբավորի, Նապոլեոններին առանձին պալատում պարկացրա, Բրիտնի Սպիրսերին առանձին պալատում, Լենիններին առանձին պալատում պարկացրա։ Նունդեն, Էլտոն Ջոն, Բարիս Մայսեև, ասենք ով կայելը, Պենկին, դրանց կարած թողես իրար հետ, իրանք իրար հետ յոլա գնում են, բայց ախր դու ինչ ես անում, Պետրոսյան, բռնում ես Նապոլեոնին Կուտուզովի հետ ես պարկասնում, Մոցարտին Սալիերի հետ, Դանտեսին Պուշկինի հետ, լավել հետ մի կողմ, են Աբելին ու Կայինին ինչի ես միասին պարկասնում։ Բժիշկ դրանք աղբերներ են։ Այդ տղա խելք հավաքի, այսօր աղբեր են վաղը մի պուչուր բանի համար իրարից արուն կթափեն։ Առանձնացնու դրա մասին է խոսքը։ Էսիր ձեները։ Նստի ես կգնան։ Buddy, you're a boy, make a big noise, playing in the street, gonna be a big man someday. You got blood on your face, you big disgrace, kicking your can. Նա գնան դե պարզի ինչ ա կատարում։ Բժիշկին 4 պալատի Կոպերֆիլդը կա, բռնե գետին կավիճով գիծ ա քաշել, այն գժեին էլ հավաքելա գլխին ասում ա, ով տակով աստի $1000 փող եմ տալի։ Դե լավ, զբաղվի գործերով։ Այս խալատիդ վիճակը ես ինչ ա։ Դե բժիշկ ջան, ոնց գցի բռնի $1000 քիչ փող չէ լի։ Александра, Александра, этот город наш с тобою, стали мы его судьбою, ты вглядись в его лицо, чтобы ни было в начале, ударит он все печали, вот и стало обручальным нам садовое кольцо. Տես ամուսինը կնոջը ոնց է սիրում։ Բայց դու գիտես ինչ փողեր ա դրա համար ստանում։ Մեկը, քեզ ինչքան էլ փող տան, դու տղամարդ չես դառնա։ 20 տարի ամուսնացել ենք, ես որպես կին ինձ երբեք բավարարված չեմ զգացել։ Հիմա ինչքան կարող եմ, այդքան եմ անում։ Կարող ես կաշվիցս պետք է դուրս գամ։ Դուրը չի գալի չամուսնանայիր։ Որ իմանայի չէի ամուսնանա։ Իմանայիր։ Ամուսնացա նոր պարզվեց։ Միջև ամուսնանալ էդ պարզ էիր։ Մինչև ամուսնանալս հարմար առիթ չեղավ։ Դուրը բացում են բանալիով ու շպիլկով։ Ապեր դուրը բացում են բանալիով։ Չէ, աղբեր, դու չգիտես։ Ասում են բանալիով ու շպիլկով, եղավ։ Դուրը մենակ բացում են բանալիով։ Աղբեր, ես եմ քեզ ռազմոյի բերել։ Դե լսի ինչ եմ ասում։ Ասում են բանալիով ու շպիլկով, է։ Ասած են այդ կտրի։ Այո, ու հետևից է սարի։ Հանգիստ, ես զինված հարցակում է։ Հիմա առանց շուխուրի, արագ պարկում է գետնին։ Դավայ, Հապո։ Կասար, մենք ձեզ այսօր թալանելու ենք ու բռնաբարենք։ Չէ ապեր, մենակ թալանելու ենք։ Չէ, ապեր, ես ասում եմ թալանելու ենք ու բռնաբարենք, եղավ։ Ես է քեզ ասում եմ մենակ թալանելու ենք։
Ախպեր ես եմ քեզ ռազմոյի բերե։ Դերումը բարիղի ինչ որ ասում եմ լսի, ասում եմ թալանելու ենք ու բռնաբարենք։ Լսի տես քեզ ինչ եմ ասում։ Այ մորա սարև։ Ապե ջան, ասում եմ, մենակ թալանելու ենք, եղավ։ Լսի չաղո, քո կարծիք ստեղ ոչ ոք չի հարցնում, եղավ։ Александра, Александра, что там бьется перед нами? Ես մի քանի շեկնել ֆրամ ու հերթապահությունս այսօր առաջ չեպե հանձնեմ։ Գնամ տուն, մի հատ վաննա ընդունեմ ու հանգիստ նոր տարին դիմավորեմ։ Էս ինչ էր։ Սիրելի Աստված, ես ինքնասպան կլինեմ, եթե իմ սոված ընտանիքին նոր տարվա շեմին $100 չուղարկես։ 68 բնակարան Սիմոնյան ավետիս։ Այ մարտեսի չեպեա, սաղ նոր տարին հարամ կանի։ Բա ես հիմա ինչ հանեմ է, ասենց չեպե ես հաստատ չեմ մարսի։ Տնաշենը $100 էլ ուզում ա։ Տենա մոտս գոնե այդքան փող կա։ Ես իմ նոր տարվա բուդի $50-ն ա։ Այդ ջահանդամ է, ավելավա մարդ հանգիստ սարդել կաուտի, քան չեպեոտ բուդ։ Ոսուն բնակարանն է։ Ահա։ Սիմոնյան ավետիս։ Ահա։ Կապիտան Մինասյան, եկել եմ շնորհավորեմ ձեր ամանորը եւ սուրբ ծնունդը, ձեր գալիք նոր տարին շնորհավոր, լավ տարի լինի աղբեր ջան։ Ո՞նց եք։ Այդ լավ չեք։ Այդ լավ չէ որ լավ չես։ Եթե գումարի հարցնա ցավատանեմ, ես կօգնեմ, ես ձեր թաղայինն եմ, ես չմտածեմ իմ բնակիչների մասին, ով պետք է մտածի։ Արի հենց հիմա էս $50 իմ կողմից ձեր ընտանիքին լավ նոր տարի լինի, հաջողակ տարի լինի։ Դու ձերոնց հետ մենակով մի մնա։ Երեխեք նման մի սինակում հավաքվեք, կտրող սարքերենքում, տորտա բուդա, վերջ, ամփորձան, ամենակարևորը տարի լինի։ Շնորհավոր։ Ինչ ուզում ես ասա, ճիշտ արեցի։ Հիմա հանգիստ, առանց միջադեպի նոր տարին կդիմավորեմ։ Հարգելի Աստված, էլ թաղայինի հետ փողը չուղարկես, ինքը կեսը իրան ա վերցնում։ Ay Allah'sın kuttirumları. Kuttirumları. Kodun ki ay var. Kuttirumları. Kuttirumları. Որդիակս, ինչու ես անվայել բարեր օգտագործում, ինչու ես հայհոյում գիտության այս գյուտը, որի անունն է Ռաֆայել։ Տաբա ուզում եմ 3 ժամա խոտ գցեմ, խոտ չիգնում ես սրա տիրումները, կոտիրումները։ Որդիակս, շարժիչը ստուգել ես։ Ստուգել եմ նորմալ ա։ Միգուցե ջուրն է պակասել, ծարավել է։ Ջուրն էլ ա նորմալ։ Իսկ մարդկոցը սարքին է։ Մարկասնել ա նորմալ։ Ես սրա տիրումները տեր այլ մի խանգարեն է։ Կոտիրումները։ Որդիակս, մի հայոյիր, հայոյանքը չի կարող օգնել, միայն աղոտքն է օգնում։ Խնդրում եմ քեզ նստիր ղեկին, աղոթիր, դա քեզ անպայման կօգնի։ Տեր հոպար ձեռը սառնում, թող խոտամեսի։ Որդիակս հավատա ինձ, հայոյանքը քեզ չի օգնիր։ Կօգնի միայն աղոթքը, աղոթիր եւ դա կօգնի։ Նստիր ղեկին եւ աղոթիր։ Լուրջ ես ասում։ Հավատա ինձ, որդիակս, դա կօգնի, աղոթիր։ Խոտիրումները։
Amen. Տիրումերը Բանա չխմենք։ Արա մենք բոլոր վախամողներն ենք, զիքը էսի։ Արա լավ ես հմի։ Լավ է, չէ՞ ես։ Արա իմ արը սպասում է ֆոկուս ցույց տամ։ Խորացի։ Ախպեր մենակ դանդաղ էլի պատացնել։ Նայ, լույսը կա, չէ՞։ Նայ։ Հոպ, լույսը գնաց, շոգին։ Շոգին լույսը գնաց։ Լույսը ուր է, ախպեր, ուր է լույսը։ Ախպեր ուր է։ Զնչանաս։ Ախպեր լույսը ստեղ է, չէ՞ գնաց։ Լույսը ստեղ, չէ՞ գնաց։ Լույսը ես է հետ բերել։ Կարում ես ախ։ Յարա։ Շոգին Ախպեր օգնական դալուց։ Ախպեր ես լույսերը ոնց ես կախի, գերջան։ Եսի մետ նորմալ ձևով պտի կախիք դորտարի, վերջի թե ինչա։ Արի ախպեր, արի ասեր։ Այս ես պայի, սերուն ձևով էլ ես ախպեր եսի պայի ասեմ ինգեր։ Եսի պայի ախպեր։ Չագու չմեկան։ Ախպեր ես կմխեմ, դու հետի վրից կդնես, հա ախպեր։ Ախպեր տրեզվի բաները սասրան էր։ Ախպեր ես ինչ եմ այ ախպեր։ Ապեր հել, ընգեր ջան հել այ ախպեր, դու մեզ պետք ես։ Հել ապեր։ Տղեկ, մատ օգնեք ձերեն գերոչը բարձանը ախպեր ջան, մատ օգնություն ցույց տվեք այ ախպեր։ Ես ինչ վատ ես դու, այ ախպեր ջան։ Ախպեր, քել հելնեք բալկոն մակուլոթի։ Ես ինչ վատ ես։ Ախպեր չի հելնվել։ Ոչի։ Մեխը մնաց ակետ։ Էլ ախպեր։ Ես ինչ վատ ես դու։ Ախպեր նագլի դիրխոր ենք, հա։ Լավան ես դզվար է ջախպեր։ Ախպեր ասենց ավել լավալ ենք։ Արալը նայ լուսինը 4 հատ է։ Հայ ախպեր ջան, ոնց է 4 հատ մի հատ ախպեր լուսինը։ Արա ախպեր դու չես ժողում, դու վատ ես, ասում եմ նատուրի 4 հատ է լուսինը։ Ընկեր ջան, ես արդեն լավ եմ ախպեր, օդը տվել ասում եմ մի հատ է, ընկեր ջան։ Ախպեր, չես հավատում ախպեր, խոսքի արի մեր հարևանից հարցնենք, հարևան ջան։ Խոսքի քանի հատ է լուսին հիմա։ Մի հատ թե 4 հատ։ Բարեր ապեր։ Ապեր, ես ես քուչիշ չեմ, չգիտեմ։ Այսօր ձեր աշխատանքային առաջի օրն է, շնորհավորում եմ ձեզ։ Ընդունելի է, որ դուք շատ բաներից տեղյակ չեք։ Դրա համար ես կուզենայի, որպեսզի դուք ժամ առ ժամ գրանցեք ձեր մոտ իմ օրակարգը, եւ ես խստորեն պահանջում եմ, որպեսզի այդ օրակարգից ոչ մի շեղում չլինի ամբողջ աշխատանքային օրվա ընթացքում։ Մեր մոտ աշխատանքային օրը սկսվում է ժամը 9-ից, ուրեմն ժամը 9-ից մինչև 10-ը իմ մոտ պետք է լինի դիսպեչերական։ 10-ից 10:30 իմ մոտ պետք է լինի գլխավոր ինժեները։ 10:30-ից մինչև 11-ը իմ մոտ պետք է լինի գլխավոր հաշվող։ 11-ից 11:30 կարևոր փաստաթղթերի ստորագրում։ Եվ 11:30-ից մինչև 12-ը փաստաթղթերի կարևոր ստորագրում։
Իսկ 12-ից մինչև ժամը 1-ը իմ մոտ սեքսի ժամ է։ Գրեք, Միշա։ Իսկ դրանից հետո Դե դրանից հետո ամեն մեկը իր գործով, ըստ ցանկության։ Պարզ է։ Դե անցեք ձեր պարտականությունների կատարմանը։ Ինչ եք անում։ Դե դուք չասեցիք, որ 12-ից 1-ը սեքսի ժամ է։ Դուք ինձ սխալ եք հասկացել, էլի սեքսի ժամ է, բայց ոչ թե ես ձեզ, այլ ինձ մինիստրությունում։ Mi corazón no bebe sangre, es ladrón, porque no hay nada en este mundo más profundo. Mis hijos, Дети мои, Айгода el tiempo les apartará. пришло время, и я должен уйти в иной мир. Esto es para siempre Corsican. По старинным корсиканским обычаям я должен оставить все мое наследство самому ленивому из вас. Cosa conchino. Потому что работяга и так заработает себе на жизнь. No te siempre en tu prisa a do Corsi. И вот я собрал вас, чтобы задать каждому из вас по одному вопросу. Dominic, moi sanos, o tutte la momento. Доминик, мой старший сын, Сено карахи. представь себе, что ты идешь по улице и видишь под ногами купюру 500 песо. Что ты сделаешь? Ничего. Не буду же я нагинаться из-за 500 песо. О, золотые слова, сынок. Садись. Ах, вот аж, Педро. Педро, Тут ты нам... подойди ты ко мне. Педро, Педро, маэстро, лонгус. мой самый высокий сын. Quante giove po? Ответь мне на вопрос. Что ты сделаешь, если из окна соседнего здания на тебя посмотрит полуобнаженная большегрудая блондинка? И руками будет манить тебя к себе. Что ты тогда сделаешь? Ничего не сделаю. Я не буду напрягаться из-за какой-то потаскушки. Прекрасно, ты оказался более ленивым. Садись, сынок, молодец, Педро. Grazie, Pedro. Antonio, Антонио, мой самый младший сын. Подойди к отцу. Padre, Ну, папа. ven tú mismo. Ну, сам подойди.
Браво, браво, Антонио! Спасибо тебе, святой Януарий, что ты послал мне достойного наследника. Браво, Антонио! Պրոդյուսերը զրուցել եմ, ամեն ինչ պատրաստ է, դրուկը պետք է հանձնենք 6 օրից։ Ինչ ունենք ներկայիս դրությամբ։ Ուրեմն, առաջինը ունենք 6 օր ժամանակ պատրաստվելու համար։ Երկրորդը, ունենք դրուկ, որը իրենից ներկայացնում է թռիչք 6-րդ հարգից։ Բայց սրախովքով։ Երրորդը, ունենք հոնորար դրուկի դիմաց $3000։ Չորրորդը, դրուկը չհանձնելու դեպքում ունենք մեծ խնդիրներ։ Սպուսկը ինչով եք անելու։ Սպուսկը միայն վասմերկայով։ Վասմերկեն ինչ է։ Վասմերկենն է, որ քո դեպքում չօգտագործեցինք ու դու ունգար ասֆալտին։ Այդ երբ այլ։ Մի խոսքով աշխատում ենք վասմերկով։ Յաշիկները պատրաստ են։ Յաշիկներն են պատրաստ, մատրասներն են։ Ստոպ։ Մատրասներով չենք աշխատում։ Ինչի։ Որովհետև փորձը ցույց տվեց, որ մատրասներով չի կարելի աշխատել, ոտքերը կոտրվում են։ Ո՞վ ոտքերը։ Քո ոտքերը գաբար։ Երբ այլ։ Մի խոսքով աշխատում ենք յաշիկներով։ Օպերատորի հարցին չենք անում։ Օպերատորին պարանով կախում ենք, ինչա։ Պարանով չենք աշխատում։ Ինչի։ Որովհետև փորձը ցույց տվեց, որ պարանները շատ հաճախակի փոկվում են։ Այդ երբ այլ է, որ պարանը փոկվել է։ Օպերատորին կկախենք մետաղյա տրոսից։ Բարձա։ Ու եւս մի հարց, թե ով է անելու դրուկը։ Դե գյաբարը չի կարա։ Չեպեին էլ երեք ճամփեցինք։ Ինչ ա եղել չեպեին։ Որ չեպեին։ Մի խոսքով մեզ նոր մարդ ա պետք։ Բարյոր ձեզի կապեր։ Բարյոր։ Բարյոր, համեցիք։ Կասկածողները դուք եք կապեր։ Հա։ Ես որ մի հատ կասկածողություն անեմ։ Տղեր ջան, սա այն է ինչ որ մեզ պետք է այստեղում, չի կարելի մեզ ձերս բաց թողել։ Ուրեմն կնքում ենք հետը մի տարով պայմանագիր, տալիս ենք իր ամեն թռիչքի համար իր $300։ Ինչ կասեք։ Ինչ 300։ Ինչ կասես։ Հասնում ա։ Հալալա։ Եղավ։ Ահա, քեզ էինք սպասում։ Ապրես ապեր, ուրեմն որոշեցինք քեզ հետ կնքենք մի տարով պայմանագիր։ Ու կվճարենք քեզ քո ամեն թռիչքի համար քո $300։ Ապեր չլավ։ 300 տեղը գրի 3000։ Մի րոպե, ինչ 3000։ Թռնելուց առաջ չասեցին 300։ Հա բայց ապեր, ես այդ վաղ թլը չէի փորձել։ Ավետիսյան, այդ քո բերած բարի նյութերը երեխաների, ձմեր պապիների, տատիների ու պապիների մասին ինձ պետք չի։ Մեր թերթի անունը թուք ու մուր է։ Մեր թերթի հոդվածներից պետքա թքի ու մուրի հոտ գա։
Այդ հոդվածը պետք է մարդիկ կարդան ու գան ու այդ դերտի գլխավոր խմբագրին ծեծեն, գլուխը ջարդեն, հանեն լարեն Հայաստանից, այդպիսի հոդվածներ է պետք։ Բաշի կանգնի։ Ես։ Ես խես առանց մեքենա։ Բայց ես մեքենա չունեմ։ Ես խմած ես։ Դե նոր տարյամ 2 բաժակ խմել եմ։ Մյուս անգամ առանց մեքենայի չտենամ։ Գնա ստեղից։ Դավայ, գնա։ Մեկը մյուսին կաշառք տվեց, սա վերցրեց, հետո էլ մյուսը սպանեց, էլ մյուսը կնկան փախցրեց։ Այսպիսի հոդվածներ է պետք։ Հələ մի րոպե, աչքիս լավ հոդվածի նյութ կպավ։ Հարգելի ընթերցող, ես իմ անձնական օգտագործման ավտոմեքենայով երթևեկում էի 40 կմ/ժ արագությամբ, ինչը թույլատրել է այս փողոցում, իսկ ես գտնվում եմ Թոթովենց փողոցի վրա եւ ինձ կանգնացրեց պետ ավտոտեսուչը։ Հիշեցնեմ, որ ես ոչ մի խախտում չեմ արել, ոչ մի կարմիրի տակ չեմ անցել, ոչ մի շարքինի վերադասովորում չեմ արել։ Մեքենայի փաստաթղթերը գտնվում են իդեալական վիճակում, մեքենան սարքին է, տեխասմոտրը անցած է ընդամենը 2 օր առաջ, ես արդեն մոտեցա պետ ավտոտեսուչին, բարև ձեզ, սա իմ փաստաթղթերն են, ուզում եմ ձեզ զգուշացնել, որ ես թուկումուր գլխավոր խմբագիրն եմ, մեր խոսակցությունը ձայնագրվում է եւ ամեն ձեր ասված բառը կարող է օգտագործել ձեր իսկ դեմ դատարանում։ Տեսնենք թե ինչ այսքանից հետո կասի ինձ անտեղի տեղը կանգնացրած պետ ավտոտեսուչը։ Սրա վրա վիդեոկամերա էլ կա։ Չէ։ Դե ուրեմն բարի ճանապարհ։ Բարի ճանապարհ։ Եկանք տալ։ Բարև Հերիկնաստա։ Բարև Վարդանջիկ ջան։ Ճաշ դնեմ ուտեք։ Չէ, սոված չեմ տալ։ Բայց մի 15 րոպեից աչքից լավ կսովածն են։ Again, bring them with you. The friend searching for you. My own heart speaking with you. Try to scream, making the way to it again. Bring them with you. My friend searching for you. Ախպեր, բայց ես ներքևի ծխածը բան չասեց։ Ապերիտիվ հասարակ խոր չէ էլի։ Դրան պետք է մի քիչ խոսցնես, պետք է մի քիչ հետը լեզու գտնես, որ ասե էլի։ Բա ինչ անենք։ Ապերարի գարատկի խաղանք։ Այդ ո՞րն է։ Ես քաղաք եմ ասում, դրա վերջի տարով դու ես քաղաք ասում։ Այդ քո ասացի վերջի տարով ես եմ քաղաք ասում, ու տենց խոսում ենք իրար հետ, էլի։ Էլի ասա։ Մոսկվա։ Այո, պետք է ասե։ Հա։ Ամստերդամ։ Մոսկվա։ Էլի այո ասե։ Հա։ Ամստերդամ։ Մոսկվա ախպեր։ Ամստերդամ։ Ախպեր ես խաղը չի օգնում։ Բան չի ասում։ Ես որի որ անգամ ինչ խաղում ես։ Ես բերածդ ռեհանա։ Կարան տան տատուս, ճաշի մեջ կծի ուտել։ Լավ ախպեր։ Էսի պայել էի հարսնիքիս, բայց որ սեզ մամենտա տալիս եմ քեզ։ Էսի գիտես ինչա։ Էսի Ճապոնիայի սամուրայ մեր ախպերների ուղարկածնա։ Սրա անունը ցունամի է։ Էսի որ քաշում ես, սեզ գետից պոկում է 7 մետր վերևանում ու ծեփում է շենքին։ Այսպես բաներ ալ։ Սրանից սովետի մասշտաբով 3 հոգի է քաշել։ Մեկը Այվազովսկին ա եղել, որ քաշել է ու Ձևյատի վալը նկարագրել է։ Մեկը դու կլնես ախպեր ջան։ Մեկն էլ էս մեր տակի խադավիկներ, որ մաշտես փչացել էր, տվեցի քաշեց ախպեր։ Ձևյատի ռասպերդվալը սարքեց տեղում։ Վեկալ ախպեր ջան։ Կայֆավատ էլի։ Բայց երկուսով չքաշենք։ Չէ ախպեր։
Էսի մի տեղանուց կայֆա ցավատը։ Անուշարա։ Սա գնամ կարկուտը մաշտից պարբիսը ծառել էլի։ Իշտեզեմ փչեմ։ Արդեն չի ջամբա ճաշը տակացել էր, ուր ես գնում։ Չէ, Էրիկնաստա, չսովածած եմ։ Լավ է, ես էլ բան չասեց։ Դա դες գնամ մի քիչ դուրս մաքրոթի։ Հա, բանա ջան, գնա, թե չէ մի շաբաթ այն բալկոնում նստած ես։ Ձեզ ենք ման գալի։ Ինչ արևը։ Եկեք սենյակ կասեմ։ Հրայերո, հերո։ Ես ինչա։ Գարդիրոպը։ Ինչ ա ուզում։ Ուրեմն նայեք, հենց տրամվայի մեր շենքի մոտով անցնում է, այս գարդիրոպը սկսում այս սենց դղրդալը։ Հրայերո։ Այ քուրս ասի նարիվ նորմալ անձի ինչի ես կանչը։ Չէ, ինչ եք ասում, հենց տրամվայը անցնում է, այս գարդիրոպը դղրդում է։ Արա հերո։ Այսի սենց չիլը, այսի սենց չլա, այսի գիտես ինչ պտի անես քուրս, պտի հատվերքեն վեգալ ես, ջոգես տրամվել երբ անցնեմ, այդ թուր տեղերը ջոգես, այդ դրդրոցի ժամանակ հատվերքեն դեմտաս կոնդրգակի ճակատին մետ հավեսով ձեքեմ ես ու այդ գործի մար շատ բան չեմ ուզում, ինչ մտքովդ անցնի այդքան է դուր ծավատ բանը, բայց լավ կլի մտքովդ նախ մի 3000 անցնի։ Դե լավ կտամ, դու մենակ սարքի։ Բայց ավելի լավ գիտես ոնց անեմ, ես մտնեմ գարդիրոպի մեջ, դու դռները փակի, ատենց ինձ ավելի լավ կերևա էլի որտեղ էր նա թուր, հենց տրամվեն անցավ դնում եմ ատվերքով կոնտրգակի ճակատիցս ձգում եմ ու այդ գործի մար ինձ շատ բան պետք չի, ինչ մտքովդ անցնում է դուրս ցավատ անեմ, բայց լավ կլի մտքովդ մի 3000 անցնի էլի քուրս։ Կտամ, ասեցի կտամ։ 3000 էլի։ Ուսո։ Ես չես տանում։ Դուրը խելված։ Այս ակուջն մոռացել եք անկել։ Շատ բաներ ես վերջերին մոռանում ու вообще շատ բան ես քեզ տույլ տալի։ Մտածում ես вообще ինչ ես անում, հա դու։ Մտածում ես вообще դու ինչ ես անում, մտածում ես։ Սակո ջան, ինչ եմ արել։ Լավ էլ գիտես ինչ ես արել։ Թե ուզում ես ես տրասից անես, այս քուչում ես ճանաչված տղա եմ ուզում ես տրաս անես գրոզալիք սարքես, ինձ էլ աղջիկ։ Հա? Մտածում ես ինչ ես անում դու։ Մարդավարի ասա բան հասկանամ, ինչ եմ արել, հա։ Շատ ես աբրգե մեր հետ եկավ մի 5 օր մնաց ես տանել հերես արար, աղջիկ։ Սակո նորմալ բացատրի հասկանամ ինչ եմ արել։ Շատ լավ էլ գիտես ինչ ես արել, քուչում ժամեն հարցեր ժամ ես ասե, հա տղիկին։ Հա? Սակո կնիկի ժամ ասող, հա? Ժամ ես պատասխանում, ես վարավաշնի ես դու, հա? Հա բայց դրա մեջ ինչ կա։ Ինքը բան կա, որ այդքան հասկանալ կնիկ չերելի մարդ կլեիր, տղամարդ կլեիր, արա։
Ես չեմ ասել, որ գլուխդ կախ կգնաս քո խանութը հացդ կառնես կգաս տուն, արա։ Չեմ ասել քեզ այդքանը, որ ծնգից վերև չնայես։ Տղամարդու ոչ մեկի ժամ չես պատասխանում, ժամ չես ասում։ Խոսքի կնիկը հացնում ասում ես, կնիկը երեխա ինվալիդա ժամ կասես։ Տղամարդու ժամ ես ասում, դարա, ասա քո կնիկը սպառավեշտի, արա։ Հիմա ստե ինչ ես անում։ Հələ գնա մի բան մաքրի, ճաշեպի բան արա, մենակ ժամ ոչ մեկին մի ասա, ստե ինչ ես անում։ Ասում եմ, ստեղ այս շկաֆի դռները։ Ստե կարող եմ մարդ կա, հա։ Հələ ես կում քաշվի։ Կարող եմ մարդ ես կում։ Ոյ հորս սարը, վեսովա, աղջիեսովա, արա ով ես դու, արա։ Դե արի եմ ես երան բացատրի, որ տրամվայ եմ սպասում։ Ձմեր պապի, ես գիտեի, որ դու կաս։ Բալիկ ջան, մինչև այսօր ինձ ոչ մի բալիկ դեռ չէր տեսել, բայց քանի որ դու ինձ տեսար, ես քեզ ստիպված պետք է սպանեմ։
Բարև սիրելիս։ Հեսա գալիս եմ։ Լսի զրնեցան հարմար բան ստացվեց։ Փողոցով քայլում էի, մեկ էլ քո նման մի տղամարդու տեսա, աղջկա հետ։ Լսի կռիվ վարեցի։ Ախր շատ էր քեզ նման։ Շորերը, կոշիկները, ձենը, դաժե խալն էլ էր քո խալի նման։ Այն նոր եմ հասկանում։ Նրա խալավզի ձախ կողմից էր քոնը աջ։ Թե քոնն էլ էր ձախ։ Այ մարդը հասարանքա մասին կելի, տիկին, դուք սխալվել եք։ Հիմա այդ տղեն եկել է, գոնե գնանք դրանք ինչ ասում։ Արա դուք ինձ գժի տեղ եք դրել, արա։ Արա ես քուչում մեծացած տղա եմ, արա։ Վաղը միսօր քիշտեմ քուչա ինձ ինչ կասեն, ախպեր։ Արա քյասալ աղջիկս մենակ հայի հետ պետք է ամուսնանա։ Դաժի եթե մի հատ արտասահմանցը սիր արվի իր այդ ամուսնանա, գոնե այդ արտասահմանցին մի հատ զարգացած երգերից պետք է լինի։ Որ վաղը միսօր իշտեմ քուչա ասեն ախպեր, ստոպ, պես էդ հայ չի, ես ասեմ ախպեր հայ չի, բայց նա ինձ զարգացած երգերից ախպեր պես ես։ Անգլիայից է, զարգացած է, չէ։ Ֆրանսիայից է, Ճապոնիայից է, Ամերիկայից է, որ դրանց բերանը փակելու տեղ ունենամ ախպեր, բայց ոչ ուզբեկ է։ Արա ուզբեկ ով է։ Արա ուզբեկին են մեր Աֆղանստան ծառայած վախտով ախպեր դրանք տվալետից դուր չէին գալի արա։ Իրանց ձեռքերով ես մի հատ ուզբեկական փալապ էին սարքում, մատերը հետը կուտեիր։ Բա դրանք ազգեն։ Պապ, մամին չակ էին տղան 2 ժամա ձեզ է սպասում։ Շուտ արեք եկի կամոթա չէ վայ։ Արա։ Արա դե թողեք հաց ուտեմ արա։你好， Yana ասում է բարև ձեզ։ բարև ձեզ։我想让你女儿当我的妻子。 Yana ուզում է թույլտվություն խնդրի ձեզանից, որպեսզի ինձ հետ ամուսնանա։ Դու իրան ասա, որ ես աղջիկ չունեմ իրան տանում։ 好，我想钱可以解决所有的问题。我给你1000美金，你认为怎么样？ Yana ասում է, որ իրանց երկրում կա ադատ, սիրած աղջկա համար ծնողներին վճարում են գումար։ Yana ինձ համար վճարում է $10,000։ Դու իրան ասա, որ իմ աղջիկը չի վաճառվում։ 那您就是嫌少了。3万美金怎么样？ Yana ասում է, որ ինձ համար վճարում է $40,000։ Արա ես չի հասկանում։ Արա ես ուզբեկ է։ Արա, ես քեզ մարդաբարի ասում եմ, իմ աղջիկը չի վաճառվում։ 看来我得下重金了。这里是5万，怎么样？ Yana ինձ համար վճարում է $50,000։ Նա ինչ։ Բալես, ցավը տանեմ։ Ասում եմ էլի նորմալ զարգացած երկրի ծններ, պրոբլեմ չկար, քո խաթր կասե հա։ Արա բայց ուզբեկ։ Ընկեր ջան, ասում եմ չէ, նավու։ 你到底想怎么样？看来我得出绝招啊！这里有8万，你觉得呢？ Yana ինձ համար վճարում է $80,000։ Ստյոպ ջան, բայց ես մեր փեսեն ոնց որ ավելի շատ ճապոնացու է նման։
Samete mi semasu madasame kiremi Onna no korono Tamar mishtankes im harazatsulage Kesede mishtim kyanke u yerazները kese Ախպեր ջան, եկա մարդես, ես դարում կարտովովա ձուկ բռնում, բա մյա թորը չկծես մի 4-5 թոթոլ ձուկ հանես, որ դու էլ քո բռնացից բան հասկնաս։ Ընկեր ջան, ես օրենքը հարգող մարդ եմ։ Այս լճում թույլատրվում է բռնել միայն կարտով, ու էնել հատուկ թույլատրությամբ։ Ես այդ թույլատրությունը ունեմ, ի տարբերություն ուրիշների։ Բա որ տեն զակոննի կարտով ձուկ բռնող ես, են պապլավո կտն չիա փչացած։ Ի՞նչն է փչացած։ Բա այնա սկմ հելում, բա։ Լավ ես թորս թողում եմ քեզ, վերջում կծես մեր կա ձուկ հանես, որ տանը խայտարակ չլնես։ Ես էլ գնամ շուկա, մարալներից լավ գնով տամ։ Դե գնացի, թե գնալն էլա թույլատվությունով, բա։ Դու ինձ համար միշտ թանկ ես, իմ հարազատ Մարալներս մեկը մյուսից լավն է, բայց մի բան պետք է ասեմ, քեզ 4000-ով եմ ծախելու, քեզ 6000-ով, նայեք հայ իրարից նեղանալ չլինի, բա։ Արգելված վայրում, հույսով եմ թույլտվություն ունեցող, սև կեպկով տղամարդ, կարելի է տեսնել ձեր թույլտվությունը։ Ինչ մեղքս թաքցնեմ, շեֆ ջան, չունեմ։ Դե հիմա սիրուն ձևերով, ձկներին վերցնում ենք, գնում ենք բաժամունք, կանչում ենք վկաներին, արձանագրություն ենք կազմում, գիտես, շեփպետը գարասկոպով ձուկ է, որ իմացավ, որ ես լճերից առանց թույլտվության ձուկ ես բռնել, գիտես քեզ ինչ կանի։ Դու գարասկոպով ինչ ես։ Ցուլ եմ։ Կոտոշներդ կկտրի։ Շեֆ ջան, ցավը տանեմ, երևի ինձ խալ ես հասկացել։ Այս ձկները հոստեղից չեն բռնել։ Այս ձկները իմ սեփական ձկներն են, շեֆ ջան։ Իրան է։ Փոքրուց իկրա ժամանակվանից պահել եմ։ Վերցրի, փոքր ակվարիում սարքեցի, սկզբից ըտեի պահում։ Փոքր։ Հա, հետո մեծացան, նեղություն արեց։ Մի հատ ավելի մեծ ակվարիում սարքեցի։ Այդ ակվարիում մեջ էին լող անում։ Հետո մարալներս լրիվ մեծացան, ծաղկեցին, արդեն մեծ ակվարիում սարքեցի, բայց էլի նեղություն անում, շեֆ ջան։ Հիմա դրա համար ամեն օր բերում եմ ես լճերը, թողում եմ, սենց գնում են ազատության համն ու հոտը զգում են, հետո շվցնում եմ, հետ են գալիս, գցում եմ մեշուկը տանում եմ իրանց ակվարիումը։ Ոնց։ Շվցնում ես, իրանք հետ են գալի։ Աբա ոնց, փոքրից պահել եմ, շվցնում եմ, հետ են գալի։ Դե գնանք ապացուցի։ Հա, շեֆ ջան, աչքիս վրա։ Բարի օր, թույլատվություն կա, կարելի է։ Ամեն ինչ նորմալ է, բարի ժամանց։ Դե ցույց տուր այդ ֆոկուսներդ, ձկներին գցի ջուրը։ Հեսա գցեմ շեֆ ջան։ Հեսա մարալներից թողեմ մի քիչ ման գան։ Դե շվցրու։ Ինչի համար։ Որ ձկները հետ գան։ Ինչ զուկա ախպեր ջան։ Շարիկ ինչ եք այդ ծավը Քաղցերը սուրճը դարում ես հում, թե քաղցեր։ Քաղցր, դարը քաղցր։
Սոճը որ խմես շոտ կտաս, որ շունս չլպստի։ Ո՞ս դուք տանը շուն ունեք։ Վախի չես գուշացրել։ Հանգստացի։ Ունենք, բայց տանը չի։ Տարել եմ հարևանիս տուն, որ մի լավ աշխատենք։ Այ, պրես։ Այդ ամուսինս եկավ կբերեմ։ Այսօր կնի։ Կարող ամուսինս աշխատանքից շուտ է եկել։ Այս ինչ անեմ։ Դու ինչ պիտի անես։ Մոտի կրավակի տակ շուտ արա։ Այս եկար։ Քոնս չէր տանում, ասցի սուրճ խմեմ։ Հոգնած կլինես։ Գնա քնի։ Ռեքս։ Ռեքս։ Ռեքս դու ես։ Հա, ես եմ։ Պարմա։ Ասում են, որ այս նոր բժիշկը արտասահմանում է սովորել, նոր մեթոդներով է բուժումներ անում, երբ որ գործը հասնում է փողին, ասում է ով ինչքան կարա թող տա։ Լավ էլի, այստեղ նորմալ բժիշկ չկա, բոլորը մենակ փող են գրփում, հենա, ինձ պետք է օպերացիա անեն, բուժքույրերը մարդը $20 են ուզում, պալատի համար $100 են ուզում, վիրաբույժը $300 է ուզում, իսկ այն նարկոզ անող բժիշկը $500 է ուզում։ Ոնց, մենակ քնացնելու համար $500։ Չէ, քնացնելու համար $10 են ուզում, $490 էլ տալիս ես, որ արթնանաս։ Հաջորդ է։ Հենա, ձերին զգացում է, որ ես էլ է փող սիրում։ Լավ է, ստե բժիշկ չկա։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք չեք կարողանում քայլել։ Չեմ կարողանում։ Անցեք։ Իմ մեթոդը հիմնված է համակարգչային ռադիոռեզոնանսի վրա։ Եվ այսպես։ Ինչի՞ գնաց։ Երկրորդը գնաց։ Երրորդը գնաց։ Չորրորդը գնաց։ Վերկաց ու քայլելով գնա։ Ես չեմ կարող բժիշկ։ Կարող ես։ Կարող ես։ Ես քեզ ոտի կանգնացրեց։ Փաստորեն ճիշտ էին ասում, որ լավ բժիշկ է։ Լավ է, ստե բժիշկ չկա։ Իսկ իմ այդ ճնշումը չչափեց։
Բադո խջակ ջահել ջան, տատին սովատա, տատին տասել բան չի կերել, տատին ճամփայակ է, ջալու մի կիտոր կտա, տատին հացուտ է, կտա, Արտատի ջան։ Ջան, բակետ բան չմնաց, բա ոնց է լինելու։ Ոչինչ տատի ջան, ջանդ սաղելն, ես կողքի գյուղում եմ ապրում, հեսա մի քիչ հետո կուտեմ։ Դու երկար ճամփա ունես գնալու, քեզ ավելի պետք է։ Մասենց բարի ջահելին, տատին ինչ անի, որ ինքը տատուն կերակներ է, մի լավություն անի, հա։ Ինչ պետք է անես տատի ջան։ Խեղճ ու կրակ տատի ես, գնա քո ճամփով։ Չէ, մի բան պետք է անեմ, պետք է մի բան անեմ, բացի։ Հայ, մոռացել էի։ Տատին բացին այնց որ սոված է, տատին նայր կախարդա, կախարդա տատին, իրեք ցանկություն ասա, ինչ ուզում ես ասա կկատարեմ։ Տատի, լուրջ ես ասում։ Տատին գերիշ կախարդա, տատին գծական կախարդա, տատին, մոռացել են ինչ ուզում ես ասա ամեն ինչ կարամ կատարեմ, միատ ձերս հնարավորություն կա, ասա ուզի, փող, մաշնեք, ասա, իրեք ցանկություն ասա։ Չէ տատի ջան, ինձ փող պետք չի։ Իմ ցանկությունը, իմ երազանքը այն է, որ ասենք մեր հերոսներից մեկը, օրինակ, խոսքի Վարդան Մամիկոնյանը, այն հերվից sense վազելով անցնի, ես էլ տենամ իրան այդ հերոսական այդ ոգին շունչը զգամ տատի, այդ հնարավոր, հա։ Այդ ուստա ցանկությունը բաց որ դու ես խտում ես չկատարեմ, տատին համար կանի հետ ամեն ինչը։ Սայատնովա, խանջա, բորոդիկ դարի օղակացե բայկի, կավեդե, Վարդան Մամիկոնյան։ Տեսար ոնց արի։ Ես ինչ լավ էր տատի ջան։ Գժականա, տատին գժականա։ Ես ինչ լավ էր։ Դե երկրորդ ցանկություն են, հավայ։ Նորմալ ցանկություն ասա։ Կլի, ես մեր հայկական հերոսներից մեկը, խոսքի, ասենք, Վարդան Մամիկոնյանը, մի քիչ ավելի մոտիկից անցնի, որ ես այդ հերոսական այդ շունչը ոգին ավելի լավ զգամ։ Կլի տատի ջան։ Էլի դու ստա ցանկությունա, բայց կամա տատին կանի։ Ապարակով գալիս ենք թեգրեցինք եկով վերնի շաժի մոտը, Վարդան Մամիկոնյան։ Լավ էր։ Ես ինչ լավ էր տատի ջան։ Տատիները այ ուրախ որ քեզ օգնում են, քորման լավ տղուն։ Երրորդ հասա երրորդը։ Տատի ջան լավ էր, բայց ոսորեն լրիվ լավ չէր, էլի։ Հնարավոր է որ ես մեր հայկական հերոսներից մեկը խոսքի Վարդան Մամիկոնյանը։ Այս ավելի մոտիկ։ Այս համարյա դեմով էլի սենց անցնի, որ ես այդ ոգին, այդ հերոսական, ոնց այն կջարդե պարսիկներին, փղերին, այդի ավելի լավ զգամ, հա։ Եղավ, պատվերն ընդունված է։ Գումիշուկայի մոտով նադոսով Վարդաններ, դագաղներ, բանտաժներ, թիկմիզակ Վարդանանց, դրայնիկներ, բենջիններ և Վարդան Մամիկոնյան։ Այ ոչխար, էլ ուրիշ հերոսի անուն չգիտես, հերիկա։ Գոհացար ես։
2000-ով ես։ Փաս։ Աչքիս էսօր փաս ենք պահում։ Ես է փաս։ Լավ։ Քեզ կալկուլյատոր բերեմ։ Չէ, լավ է, կհաշվեմ։ Այսօր կարտը հավեսով է։ Ես։ Երկար եք նստելու։ Ինչքան որ աթոռները դիմաց են։ Ես $20 տեղ կամ Սա ես։ Ես փաս։ Կներեք չեք ասի ժամը քանիսն է, որովհետև մեր ժամացույցը շատ ուշ է ցույց տալիս, երևի փչացել է։ 2:19։ Չէ, ուրեմն իրոք ուշ է։ Շատ ուշ է։ ես եմ փաս։ Լավ, այսօր կարտը նստել։ Դու գիտեք ժամը քանիսն է։ Գիշերվա 4-ն է։ Երիքչի ընկերներին հավաքել ես բերես տեղ, հələ միջև այս ժամը խաղում եք։ Ես չեմ հասկանում։ Ես իրավունք չունեմ մեր տանը հանգիստ քնեմ։ Կնիկ, մի գոռա։ Այս տունը արդեն մերը չի։ Հարց համար առաջին, ով ա եղել մեր տանը իմ բացակայության ժամանակ։ A. Յոսիֆ Ստալին, B. Վարդան Մամիկոնյան, C. Կազանովա ու D. մեր հարևան Գեղամը։ Ունես 3 հատ հուշում, օգտվում ենք առաջին հուշումից, զանգ ընկերոջը, ում ենք զանգում իմ մանկության ընկեր Գագոյին։ Գաջան խփոնա։ Աղբջան։ Գաջան մատ աղբերական հարց տամ։ Ով է մեր տնից դուրս եկել իմ բացակայության ընթացքում։ Արա ցավը տանեմ ախր դին այս մոմենտը աղբջան ես ոնց կարամ ասեմ աղբջ։ Արի կլինի ես ոչ մի բան ոչ տեսել եմ ոչ լսել եմ ցավը տան։ Հենց այդ ներքևի հարևան Գեղամն էր աղբջ։ Մերսի Գաջան։ Ճիշտ պատասխանն է D. մեր հարևան Գեղամը։ Հարց երկրորդ։ Ինչ էր անում Գեղամը մեր տան մեջ իմ ամուսնացած կնոջ հետ։ A. Ֆուտբոլ էր նայում, B. լոբի էր մաքրում, C. ջուր էր ծեծում, խնդալը, ու D. սիլիվիլի էր անում։ Պատասխան չկա, օգտվում ենք երկրորդ հուշումից, 50-50։ Մնաց A. ֆուտբոլ էր նայում ու D. սիլիվիլի էր անում։ Բայց քանի որ աշխարհի խաղերը վաղուց վերջացել են, ճիշտ պատասխանն է D. սիլիվիլի էր անում։ Իսկ հիմա խաղը վերջանում է ու սկսվում է դառը իրականությունը։ Իսկ
Հիմա պատմի դառը իրականությունը։ Դու չես համարձակվի ինձ սպանել։ Հարևանները կլսեն, միլիցիա կզանգեն։ Ճիշտ ես ասում։ Հարևաններին անհանգստացնելը դա մեղք է։ Պատմի։ Ոչ մի բան էլ չի եղել։ Ասում եմ պատմի Ինքը եկավ մեր տուն, ես իրան թե հյուրասիրեցի։ Հետո մենք պարում էինք։ Հետո ինքը սկսեց ինձ համբուրել։ Որտեղ է համբուրել։ Ճակատս համբուրեց։ Հետո շրթունքներս համբուրեց։ Հետո վիզս համբուրեց։ Հետո կրծքերս համբուրեց։ Լավ տժացել այդ օրը եղալ է։ Հետո փորս համբուրեց։ Հետո ծնկներս համբուրեց։ Անա դու առաջ մինգի, դու ոնց որ եղել է մանրամասն պատմի, ոնց որ եղել է ասում եմ, անա, պատմի, հետո ինչ անեց։ Ես էլ Ատոմ ջան, խմենք մեր բացակա կուրսեցիների կենաց։ Էդի ովքեր են ապեր։ Էդի ցավը տանեմ, են մարդիկ են, ով որ այսօր դասին բացակա եղու, բացակայա ստացել։ Այսինքն էդի ես եմ, դու ես, մենք այսօր բացակա ենք, մեր կենացը Ատոմ ջան։ Բայց են Ջոնանդը նստած գիր կա կրծում։ Հետո ինչ։ Ոնց հետո ինչ։ Հեսա ինքը հանգիստ իր համար կպարապի, կգնա քննությունները արագ կստանա ու 3 ամսով կգնա իրանց մոտ Անգլիա։ Ու այս տան ամառվա վարձը 3 ամսվա կմնա մեր վզին։ Մեր վզին։ John, come over here. Hi my friends, how are you? Lava. John, we are please go to Khanut. Bere mes garejur drink you please for akhbarutsum. Of course, but I understand, but I can't speak Armenian. Ինչ ասում։ Ասում եմ հայերեն հասկանում եմ, բայց լավ չեմ խոսում։ Ոնց գնամ Khanut։ Just a moment. Ասում եմ մի վարքյան։ Հիմա մենք անգլերեն տառերով հայերեն հնչողությամբ կգրենք։ Արմենիա։ Ու դու խանութում կասես։ What English։ Տառերով։ Please։ Ջոջան։ Go։ Գագջան, ցավատարը։ Այսօր խմենք մեր կալանդար ընկերների կենաց։ Լալություն։ Hi. Բարև, ձեզ։ Բարև ձեզ։ Ինձ երեք շիշ գարեջուր տվեք։ Գիտեք գարեջուրը վերջացավ։ Why cool ara yes dance l gitay dance l gitay
6-րդ անգամ արդեն գնդակը իրենց ունենք տշում։ Անդուկ, մեջնեցս կուլտուրական խոսացողը դու ես, աշկից դու գնաս բերես։ Խնդրում եմ, մեզ ներեք։ Ինչ ա եղել տղա ջան։ Պատկերացնում եք, Բաքվում տեղի էր ունենում ֆուտբոլային հրաշալի հանդիպում եւ հանդիպման ամենալարված հատվածում գնդակը ուրվագծելով աներևակայելի պարաբոլա հայտնվեց ձեր բնակարանում։ Խնդրում եմ, տվեք մեր գնդակը։ Արմեն։ Արմեն։ Ինչ ա եղել։ Հələ տեսես երեխան ինչ ձև է խոսում։ Տղա ջան, ինչ ա եղել, ասալ է։ Ասում եմ, խնդրում եմ, մեզ ներեք։ Պատկերացնում եք, Բաքվում տեղի էր ունենում ֆուտբոլային հրաշալի հանդիպում եւ հանկարծ հանդիպման ամենալարված հատվածում գնդակը ուրվագծելով աներևակայելի պարաբոլա հայտնվեց ձեր բնակարանում։ Խնդրում եմ, տվեք մեր գնդակը։ Հենա մի րոպե։ Ատես։ Ատես Արինը։ Պապա։ Ինչ անի։ Արելը տես ոնց է խոսում ես քյորքան։ Ինչ անի, Ռազի ջան։ Ասում եմ ձեզ կներեք, պատկերացնում եք, Բաքվում տեղի էր ունենում ֆուտբոլային հրաշալի հանդիպում եւ հանդիպման ամենալարված հատվածում գնդակը ուրվագծելով աներևակայելի պարաբոլա հայտնվեց ձեր բնակարանում։ Խնդրում եմ, տվեք մեր գնդակը։ Մարդ չեսնոյա։ 75 տարեկան մարդ եմ, կյանքիս մեջ սենց բան չեմ տեսել։ Բական չենք թորներս էլ տենան։ Ինգա, նանե, հələ եկեք երեխեք ջան։ Այս եկեք, շուտ արեք։ Հələ տեսեք հապերիկը ոնց է խոսում։ Դες բասրիկ էլի, այդ գնդակը ձեզ բայ։ Խնդրեմ, համեցեք իմ հարազատ սփյուռքահայ բարեկամներ։ Հենց այս պատի մոտ սպանվել է հայտնի Հուլիոս Կեսարը։ Սա նրա արյունն է։ Այնուհետև արդեն նրա մարմինը տեղափոխվեց Հռոմ եւ այնտեղ բեմականացվեց 40 դանակով նրա սպանությունը։ Բայց իրականում նա ապրում էր այս գյուղում, սիրում էր Հայաստանը եւ ցավոք սրտի սպանվեց հենց այս պատերի մոտ թուրք սնայպերի կողմից։ Կարող եք ձեր տան պատերը, բայց խնդրում եմ Արիանը չկպնել։ Իսկ այժմ ես ձեզ ցույց կտամ Քեոպս փարավոնի հայ սիրուհու տունը։ Համեցեք։ Ահա, զգուշ, թրիկը զգուշացեք, թրիկը այստեղ էլ։ Այս տանը նա ապրել է դիրեկտ։ Այստեղ զգուշանցեք թրիկը։ Այս խողովակը կառուցվել է Հայաստանում 205 թվականին եւ այս թեկուցին օգտագործելով դարեր անց Պիզա քաղաքում կառուցվեց Պիզանյան հայտնի աշտարակը։ Խնդրեմ անցնենք առաջ եւ ես ձեզ ցույց կտամ հայտնի փարավոնի սիրուհու տունը։ Թրիկը զգուշ, թրիկը անցնում ենք այսպես թրիկը։ Զգուշացեք շան թրիկը զգուշ անցնում ենք այստեղ եւ այստեղ մենք տեսնում ենք այն ինչի համար եկել ենք այս գյուղ։ Հիշում եք այն $100, որը մենք հավելյալ հավաքեցինք։ Մենք հավաքեցինք այս $100, որպեսզի տեսնենք այս հիանալի ջրհորը։ Այս ջրհորը հասարակ ջրհոր չէ, սա բնության հրաշք է։ Այս ջրհորը ունի արձագանք, այն էլ ոչ հասարակ։ Ինչ որ դուք ասում եք, նա լրիվ հակառակը ասում է ձեզ։ Հասկանում եք։ Խնդրեմ, բարի լույս։ Լույս բարի։ Տեսակ ինչ հիանալի է, ինչ հրաշք է սա։ Խնդրեմ, անցնենք առաջ, ազգուշ թրիկը, կեղտը, օծը, կարիճը։ Այստեղ, խնդրեմ, անցեք։ Էշին դղա։ Դղա էշին։ Դղա էշին։ Էշին դղա։ Էշին դղա էշին։ Այանասուն, ռադը քաշոտ գործան։ Երբ այս ամեն ինչը վերջանա։ Ինչը։ Այս սրա հարբեցողությունը ինչ է։ Մամ ջան։ Իմ նման լավ աղջիկա առել, ուրախությունից խմում եմ։ Ուրախությունից խմում, հա։
Ազիզ ջան, քանի տարեկան ես։ 8 8-ին գումարում ենք 9 ամիս, հետո գումարում ենք 2 տարի, որ հարբած գալիս էր չէիք կարողանում մի բան անեիք։ 10 տարի նտ ուրախություն, հա։ Ազիզ ջան, 10 տարի ուրախությունը դա հարբեցողություն է։ Այ մամ ջան, մեծ մարդը ինքն իր գլխի տերն է։ Ազդե հեսա գալիս եմ։ Ստես ինձ ես։ Էլ չեմ կարող տեսնել սան խմած։ Այս հարցը պետք է լուծենք։ Մամ ջան, մեծ մարդը ինքն իր գլխի տերն է։ Ինքը մեծ է, ես ավելի մեծ եմ։ Մի քանի տարի է մնացել ապրեմ, ուզում եմ հանգիստ այս տանը ապրեմ։ Վերջ, կամ ես տանից թողնում գնում եմ, կամ էլ ինքը իր խմելու վերջը տալիս է։ Մամ, ես էլ եմ ուզում ինքը խմելը թողի, բայց ինչ անենք, ասա այս հարցը ոնց լուծենք։ Մեր շատ լավ մեթոդ կա, բայց դու ինձ պետք է օգնես։ Այդպես քո տատիկը քո պապու խմելու վերջ տվեց, ես քո պապայի խմելու վերջ տվեցի, դու քո ամուսնու խմելու վերջը պետք է տաս։ Լսի, ուրեմն վերցնում ենք իր գինու բաժակը, որ ամեն օր խմբա։ Գինին թափում ենք, տեղը լցնում ենք շան արյուն։ Պիտի խմի։ Ոչ մի բան չի լինի, փորձված բան է։ Խմում է, լավ զզվում է այդ գինուց, էլ կյանքում գինի չի խմում։ Գոնե երեխում ասել բաներ մի ասա, բա որ գնա հոր ասի։ Էսի իր հոր երեխեն չի, ոչ էլ քո երեխին է։ Էս իր տատիկի թորնիկն է, չէ Ազիզ ջան, արի մրուցը պաչը։ Ապրես։ Լարի տենանք ինչ ենք անում։